Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Հարցը սուղում եմ երկու բանախոսներին էլ, ով կցանկանա կարող է պատասխանել։ Երեք Բաքվի դատարանը կարծում եմ տեղյակ եք ինչ պատժաչափեր սահմանեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ գերիների հետ կապված։ Նախ ձեզ համար անակնկալ էին այսպիսի պատժաչափերը հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն իսկ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Արդյոք սա խաղաղության գնացող պետության քայլ էր, պետության ձեռագիր էր եւ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ճեպազրույցում իմ հարցին պատասխանելով ասաց, որ երբ որ լինի խաղաղություն, բոլոր հարցերը այդ թվում նաեւ գերիների կլուծվի։ Եթե ստորագրվի նախաստորագրված փաստաթուղթը խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես է պատրաստվում, կա տարբերակ հայ գերիներին ետ բերելու, այստեղ ասենք պատիժը կրելու կամ ազատության մեջ կհայտնվեն, թե ոչ ըստ ձեզ ոնց է կես գերիների հարցի լուծումը դուք տեսնում։ Ես ձեր հարցի այդ կտորը ճիշտ ասած չհասկացա, այստեղ պատիժը գրել ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ, եթե ստորագրվի խաղաղության փաստաթուղթ, հնարավոր է ոնց Ռամիլ Սաֆարովի դեպքում արտահանձնեցին Բաքվին, ճիշտ է, Հունգարիան արտահանձնեց Բաքվին։ Տարբերակ դիտարկում եք, որ մեր գերիները արտահանձնվեն Հայաստանին։ Ես ձեր մեկնաբանությունը եւ օրինակը ընդհանրապես իդենտիկ չի են իրավիճակի հետ, որ այսօր գոյություն ունի։ Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ մտահոգություններ ունենք, խիստ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղ ունեցող դատավարության վերաբերյալ, եւ այո, ես պետք է բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առայն, որ ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեր համար առաջնային խնդիր է եւ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Շնորհակալություն։ Մյուս հատվածին չպատասխանեցիք, արդյոք սա Հայաստանի հետ խաղաղություն գնացող պետության կողմից ճիշտ քայլ էր, ճիշտ մոտեցում էր։ Ես ասացի, որ մենք խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության ընթացքի բովանդակության վերաբերյալ, նաև մտահոգություններ ունենք մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչում են Ադրբեջանից, որոնք ըստ էության կապ չունեն գործընթացի հետ խաղաղության, եւ մենք հույս ունենք նախ, որ ուրեմն այդ մտահոգությունները հնդածս կփարատվեն եւ խաղաղության գործընթացը ել ավելի կայուն փուլ կմտնի, ինչի արդյունքում կստեղծվի միջավայր, երբ հնարավոր կլինի ուրեմն մեր բոլոր հայրենակիցներին վերադարձնել տուն։ Շնորհակալ եմ։ Սիվիկեյը։ Շնորհակալություն։ Քիչ առաջ ձեր ընդդիմադիր գործընկեր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար պարոն Հայկ Մամիջանյանը անդրադառնալով հարցին կապված Նիկոլ Փաշինյանի 3 արած հայտարարությանն է, թույլ տվեք մեջ բերել, եթե 2018 թվականի դրությամբ մենք իշխանություն չլինեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Պարոն Մամիջանյանի պատասխան պարոն Փաշինյանի այս դիտարկման ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու շարունակության դեպքում է, որ Հայաստանը չի լինելու, նաև ասաց, որ ամեն երրորդը Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունները այս երկու հայտարարությունների վերաբերյալ, ինչի հիման վրա է պարոն Մամիջանյանը նման եզրահանգման եկել, մասնավորապես դավաճանի հետ կապված, ամեն երրորդը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մամիջանյանը երևի անձնական իր բանը ունի վիճակագրություն հավաքելու մեթոդաբանությունը եւ այդ վիճակագրությունը հավաքելու մեթոդաբանությունը սահմանափակվում է ըստ երևույթին իրենց ֆրակցիայի շրջանակում, ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, առայն որ եթե մենք չլինեինք իշխանություն, Հայաստանը գոյություն որպես այդպեսին կդադարեր ունենալ, չեմ կարող չհամաձայնել այս մտքի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնել է ժողովրդավարության կողքին, իսկ մենք տեղյակ ենք, որ հեղափոխությունը տեղի էր ունեցել հենց այս, կարելի ասել,
հենքի վրա ժողովրդավարության եւ դա երևի առաջի իշխանություններս ամբողջ ընթացքում, որ ընտրվել էր ժողովրդի կողմից եւ լեգիտիմ էր եւ հենց այդ լեգիտիմությունը թույլ տվեց Հայաստանի Հանրապետությանը անցնել այդ դժվարին ճանապարհը։ Ամբողջությամբ կիսելով գործընկերոջս մեկնաբանությունները մի բան ուղղակի կավելացնեմ, պարոն Մամիջանյանին զուտ խորհուրդ կտամ զուսպ լինել իր մեկնաբանությունների եւ արտահայտությունների մեջ, եւ եթե տենց ինչ-որ վիճակագրություններ ա ներկայացնում, մենք շատ ենք շրջում Հայաստանի տարբեր մարզերով, եւ միակ բանը, ամենասուր բանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ասում են, դա այն մեղադրանքն է, թե ինչու են մինչև հիմա Հայաստանը կեղեքողներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ազատության մեջ։ Ամենասուր մեղադրանքը մեր իշխանությանը ուղղված դա է։ Եվ եթե պարոն Մամիջանյանին հետաքրքիր է, թե ինչ են մտածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իր մասին, ես կարող եմ առաջարկել պարոն Մամիջանյանին, որ մենք կարող ենք իր թաթիկից բռնել եւ տանել ման տալ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում, գյուղերում, կանգնացնել գյուղամեջում եւ ժողովրդին հարցնել, թե ինչ են նրանք մտածում Սերժ Սարգսյանի մասին առհասարակ եւ պարոն Մամիջանյանին ես վստահեցնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիտարկումները բացարձակապես դուր չեն գա։ Շնորհակալ եմ։ Այդ վիճակագրության պահովել ես հիշեցի նաեւ մի դեպք տարիներ առաջ չեմ հիշում, որ քաղաքական գործիչն էր, որ վստահաբար ասել էր, որ նույնիսկ չեմ հիշում, որ տեխնացուի մասով, որ մեծ վստահություն է վայելում եւ երբ հարցրել էին որտեղից, այսինքն այդ պատկերը ձեզ, ասել էր, որ հոգեհանգստի տեղը հարց ու փորձ է արել մարդկանց։ Բայց չեմ հիշում կոնկրետ որ քաղաքական գործիչներ եւ ում մասով էր, հետեւաբար շատ նման իրավիճակ ունենք նաեւ ըստ երևույթին պարոն Մամիջանյանի դեպքի։ Կարող է հենց ինքը եղել է, որ դի մտածենք, հիշենք, տեսնենք ով էր։ Կապված այն դիտարկման հետ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հանգամանքն է դառնալու Հայաստանի գոյության սպառնալիքը, այս մասով ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին, ինչի արդյունքում մենք այսօր ունենք օգոստոսի 8-ին ստորագրված պատմական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ ես պետքա վերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր պատմական վերջին առնվազն 500-600 տարիների ընթացքում երբեք գնացեք ուսումնասիրեք Հայաստանի պատմությունը վերջին 100-ամյակների ընթացքում։ Այդ պատասխանները Մամիջանյանը չի է, որ ստեղ պետքա տա այդ մեկնաբանությունը, ով ընդհանրապես Մամիջանյանը, որ նման մեկնաբանություններ տա։ Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան ինքնիշխան, ինքնուրույն եւ ազատ չի եղել, որքան հիմա է։ Սա իրողությունն է, սա փաստ է։ Եվ սրա հետ որևէ մեկը չի կարող վիճել իր մեկնաբանություններով, պաթոսով եւ այլնով եւ այլնով։ Շնորհակալ եմ։ Կենտրոն Պարոն Հովհաննիսյան, նախ այս ձեր վերջին ասացի մասով ընդդիմադիրները օրինակ արձագանքում են, երբ որ դուք ասում եք պատմական փաստաթուղթ, ընդդիմադիրները ձեզ արձագանքում են, որ այդ պատմական փաստաթուղթը օրինակ գերիների վերադարձ չի երաշխավորում, օկուպացված տարածքների դեօկուպացիա չի երաշխավորում եւ այսպես չի փակում օրինակ Ադրբեջանի պահանջների շարքը նույն սահմանադրությունը փոխելու հետ կապված, այս մասով եւ երեք եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը ազդեցության գործակալների մասին էր խոսում, ընդ որում ընդդիմության շարքերում ինչ որ կոնկրետ մարդկանց կամ չգիտեմ, ընդդիմությունն էլ է տարակուսած, թե ինչու օրինակ դրան իրավական գործընթացներ չեն հաջորդում, եթե կան իշխանության ձեռքի տակ կոնկրետ փաստեր։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ձեր հարցի առաջի կրկին արձագանքել կապված հռչակագրի հետ Վաշինգտոնում ստորագրված, որոնք այս կամ այն խնդիրը չեն փակում, նախ եկեք արձանագրենք, որ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ունի բարձրագույն ուրեմն նշանակություն երկու երկրների համար էլ ընդունված է ուրեմն խորհրդարանում, մի դեպքում, մյուս դեպքում նախագահի ստորագրությամբ սահմանազատման եւ սահմանագծման մասին կանոնակարգն էր, որը ըստ էության հասցեագրում է օկուպացված տարածքների հարցը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Դուք ասում եք, որ սահմանադրությանը վերաբերող պահանջները չի ծածկում եւ այլն եւ այդպես շարունակ, ուրեմն խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված
հստակ ասում է, որ ուրեմն խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ուրեմն վեր են ներպետական օրենսդրությունից։ Երկրորդ հանգամանքն այն է, որ արդեն հիշատակածս կանոնակարգում սահմանազատման ուրեմն եւս կան հստակ դրույթներ, որոնք տարածքային նկրտումների վերաբերյալ որևէ մտահոգվելու տեղիք չեն տալիս, այսինքն մենք ելի եմ կրկնում, ելնում ենք փաստաթղթերից, ոչ թե բանավոր հայտարարություններից։ Մնացածը ընդդիմության մեկնաբանություններն են, որոնք ընդդիմության հերթական սովորական իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ են։ Խնդրեմ տիկին։ Ուղղակի տպավորություն է, որ Հայաստանի այս փաստարկները, որ շարունակ բերվում են, Ադրբեջանի համար այդքան էլ համոզիչ չեն ու ելի նույն պնդումները այնտեղից լսում ենք։ Դուք ձեր հարցում ձեր պատասխանը տվեցիք, դա ուղղակի տպավորություն է։ Առանձնապես բան չունեմ ավելացնելու, ես նույնպես ուզում եմ վերահաստատել այն միտքը եւ միտքը, որ ընդհանուր առմամբ գնահատականները պետք է տալ փաստաթղթում ամրագրված կետերի վերաբերյալ եւ չընկնել այս կամ այն քաղաքական ուժի մտահոգությունների դաշտ, որովհետեւ մտահոգությունները, ինչպես նկատում եք առ այսօր, որոնք կային եւ բավական ոչ միայն մտահոգություններին, այլ որպես փաստ ասում էին, որ չգիտեմ, միջանցք տվեցին, Սյունիքն են հանձնել, Տավուշի գյուղերն են տալիս եւ այլն, եւ սրանով մարդկանց նյարդային մեր ժողովրդի նյարդային համակարգը խարխլում էին, որևէ մեկը տեղի չի ունեցել եւ ես ձեզ էլ որպես լրագրող հորդորում եմ նման այսպես չակերտավոր մտահոգությունները քիչ բարձրաձայնել, որովհետեւ առ այս պահը մեր քաղաքական թիմը գործել է թափանցիկ եւ արել է այն, ինչ ասել է։ Էլի մտահոգություններ կան, որ հիմա խոսում են, եւ մենք էլ ասել ենք մինչեւ տարեվերջ ինչ որ մանիպուլատիվ հայտարարություններ են անում, այս փաստաթուղթը հրապարակեք, այս փաստաթուղթը հրապարակեք։ Բոլոր փաստաթղթերն են հերթով հրապարակում են։ Խաղաղության պայմանագրի մասին էլ էին Տիկին Վարդյանը ճիշտ է ասում, եսի ինչեր էին խոսում։ Հրապարակվեց քար լռություն։ Հիմա մինչև տարեվերջ նաև բանակցային փաստաթղթերի փաթեթները կհրապարակվեն, տեսնենք այդ ժամանակ ինչ են խոսելու։ Շնորհակալություն, հա, ճիշտ եք ասում, ազդեցության գործակալների մասով ես պետք է նշեմ, որ դա մեր ոչ իմ, ոչ պարոն Հովհաննիսյանի, ոչ է քաղաքական թիմի գործունեության շրջանակում է մտնում, ես կարծում եմ, որ դա իրավապահների դաշտում է եւ ինքս էլ ակնկալում եմ այդ իրավապահների, այսպես ասած, գործունեությունը ուղղված է հարցի շուրջ, իսկ ինչ վերաբերում է գործակալներին, ապա դուք ինքներդ կարող եք ուշադիր հետևել եւ որոշ քաղաքական թիմերի խոսույթներին եւ որոշ հոգեվորականների խոսույթներին եւ նրանց խոսույթները ամբողջությամբ համընկնում են այլ երկրների շահը սպասարկող խոսույթների եւ իրենց ռոպագանդիստների հետ։ Շնորհակալություն։